2022 թվականին Քիմ Քարդաշյանը ներկայանում է Met Gala-ին Մերլին Մոնրոյի հայտնի զգեստով, որը նա կրում էր Ջոն Քենեդիի համար Happy Birthday Mr. President երգը երգելիս։ Ասում են, որ Քիմը ստիպված էր մի քանի կիլոգրամ նիհարել, որպեսզի կարողանար հագնել այս զգեստը, բայց որոշակի տեղեկությունների համաձայն զգեստը վերադարձվել է թանգարան վնասված վիճակում։ Նախքան հաջորդին անցնելը հետևիր իմեջին։ Սա դրվագ է Pretty Woman ֆիլմից, քչերը գիտեն, որ ռուբիններով եւ ադամանդներով այս վզնոցը իրական էր եւ այն այնքան թանկ էր, որ նկարահանումների ամբողջ ընթացքում տվյալ վզնոցը վերահսկում էին զինված թիկնապահներ։ Բացի այն, որ Արքայադուս Դիանայի այս հանդերձանքը դեմ էր թագավորական բոլոր կանոններին, նա այն օգտագործում էր պապարացիներին խաբելու նպատակով, քանի որ լրագրողները անընդհատ հետապնդում էին նրա ամեն մի քայլը, լուսանկարահանում եւ վաճառում նկարները տարբեր լրատվամիջոցներին, Դիանան որոշում է ներկայանալ լրագրողների առջև անընդհատ միևնույն հանդերձանքով։ Արդյունքում կորում է սենսացիա, իսկ եթե չկա սենսացիա, չկա նաեւ պահանջարկ։ Նկարում պատկերված է Ուոլլիս Սիմփսոնը, ում պատճառով կամ ավելի շուտ հանուն ում Էդվարդ 8-րդը հրաժարվել է գահից։ Նա կրում է Էլզա Սկիապարելիի հայտնի լոբստերով զգեստը, որը Էլզան ստեղծել է Սալվադոր Դալիի հետ համագործակցության արդյունքում, եւ հաշվի առնելով Ուոլլիս Սիմփսոնի սկանդալային կերպարը, այս զգեստը հավերժ մտել է նորաձևության պատմության մեջ։ Նկարում Ջենիֆեր Լոպեսն է Versace կանաչ զգեստով, որը նա, եթե չեմ սխալվում, կրում էր 2000 թվականին Գրեմմիի մրցանակաբաշխության ժամանակ։ Այս զգեստը շատ մեծ իրարանցում է առաջացնում, մարդիկ սկսում են փնտրել այն համացանցում եւ Google-ը գրանցում է զգեստի հետ կապված ռեկորդային որոնումների քանակ, ինչի արդյունքում տվյալ որոնման համակարգը որոշում է ներկայացնել նկարների որոնման ֆունկցիան, հետեւաբար այդ ֆունկցիայի համար մենք պետք է շնորհակալ լինենք Ջենիֆեր Լոպեսին եւ Versace բրենդին։ Չմոռանաս հավանել այս հոլովակը, թողնել մեկնաբանություն եւ կիսվել ընկերների հետ։